Ամսի 25-ին ձեզ երկուսիդ բաները տրանսպորտի եւ տարածքային կառավարման նախարարը եւ մի քանի նախարարներ ընդունելու են։ Հա, այս հարցի հետ կապված։ Բայց եթե իրանք էլի կանչելու են, էլի իրանք ջրոպ է։ Խնդրում եմ ժողովուրդ ջան, մի փոքր հետ կանգնեք, որտեղ կարևոր հայտարարություն կա։ Ազիզյան, ինչ եք հայտարարել, խնդրում եմ սկզբից համենք ներկա։ Ժողովուրդ ջան, հələ տեղ տվեք լրագրողներին։ Մի քիչ հետ կա, բոլորը լսելու եք, բարձրաձայն ասելու ենք։ Արեք, գիտեք ինչ անենք։ Արեք, ես ձեզ տեղեկացրեցի, այնտեղ ոչ թե կանչելու են նույն հարցի շուրջ, այլ կանչելու են քննարկման։ Հա։ Ավելի լավ է դուք հիմա արդեն դե ունեք ձեր հարցադրումները, ասենք համակարգված, գիտեք ինչ խնդիրներ եք անելու, գնալու եք քննարկման։ Մինչև մեր քննարկումը մեր տրանսպորտը մնում է նորմալ վիճակում աշխատելու։ Երբ է լինելու քննարկումում հետ։ Ասեք, Ամսի 25-ին շարժման կազմակերպիչները հրավիրվում են տարածքային կառավարման նախարարի մոտ, ինձ տեղեկացրեցին, այնտեղ այլ նախարարների ներկայությամբ քննարկումա տեղի ունենալու այս խնդրի շուրջ։ Եղավ, իրենց ձեր ընդհանուր բոլորիդ կարծիքը, բոլորիդ ցանկությունները 22-ին չէ, 22-ն է, 25-ին։ Հա, Եղեռնից հետո։ Հեսա լրիվ խոսա։ Всё, այդքանով Փողոցը բացվում է այսքանից հետո։ Սիրելի լրագրողներ, դուք կառավարության հայտարարությունը լսեցիք։ Ես հիմա կփորձեմ մեր ժողովրդի հետ խոսել, ներկայացնել իրականում ինչ է կատարվում, ըստ այդմ մենք հետևության կգանք հիմա Քասախի Պրոշան համայնքներով եւ մեր հետագա քայլերի մասին ընդամենը րոպեներ հետո դուք կհասկանաք։ Քիչ առաջ դուք ինձ ասեցիք, որ տարածվել է հետևյալ հայտարարությունը, ես կարծում եմ իմ պատասխանը շատ հիմնավոր էր, այդ իսկ պատճառով տարածքային կառավարման նախարարությունը եկավ ուրիշ հայտարարի, ես հիմա այդ ձև եմ պատկերացնում ժողովուրդ ջան, ուրեմն ոնց որ թե ինչ որ մի տեղից մի բան շարժվում է, այդ շատ ուրախալի է, կարևորը շարժն է, հասկանում եք, քար լռությունը շատ վիրավորական է մեր համար։ Պրոշանցիների դեպքում էլ օրինակ ըստ էության ի տարբերություն ձեզ ինչ որ լուծում էր տրվել, բայց հիմա իրենք էլ են կանգնած փաստի։ Իրանք էլ են հրավիրվել։ Ժողովուրդ ջան, ուրեմն նայեք ինչա կատարվում։ Ամբողջ իշխանությունը շատ լավ հասկանում է, որ հարցի ես կգամ ձեր հետ բարձր կխոսամ, մի րոպե սպասեք, էլի, մի րոպե սպասեք։ Ուրեմն շատ լավ հասկանում են, որ հարցի լղոզումը եւ հարցի չլուծումը դա չի բխելու իրենց շահերից։ Հարգելի լրագրողներ, իրենք շատ խոհեմ են, շատ լուրջ են, մեր հետ այսուհետ կխոսեն ավելի լուրջ տեսակետից, ավելի լուրջ տեսանկյունից, այսինքն կարծում եմ մինչև այդ, այո, մինչև այդ նրանք մեր հետ խոսում են շատ թռուցիկ եւ խոսում են իրենք, ոչ թե մենք։ Այսուհետ կարծում եմ նրանք կլսեն մեզ։ Իմ այն խնդրանքը, որ հարգելի իշխանավորներ, ձեր ականջները բացեք, ոնց որ թե տեղ է հասել, այդ շատ ուրախալի է ժողովուրդ ջան։ Ես կփորձեմ հիմա իմ ժողովրդի հետ խոսել, նաեւ Պրոշան համայնքի ժողովրդի հետ խոսել, մի հատ հետևության գանք ու նորից շարունակենք, հա։ Պարոն Ազիզյան, թույլ տվեք 25-ին։ Ժամը, չգիտեմ, ճշտենք, հիմա կճշտենք։ Հիմա թույլ տվեք, ես մի հատ շփվեմ ժողովրդի հետ։ Դուք ինչ կասեք։ Մի րոպե։ Նոր մեզ տեղեկացրեցին, որ կառավարության անդամները ամսի 25-ին մեզ երկու համայնքների ներկայացուցիչներին հրավիրել են տարածքային կառավարման նախարարություն։ Ես ուղղակի ոնց որ զգում եմ մի շարժ պետք է լինի, քանի որ Չլինի, ինչ եք անելու։ միանշանակ ավելի բարդ գործողությունների են գնալու։ Բայց տարածքային կառավարման կոմիտեի հա պաշտոնյաների հետ էլի 3-ից 4 անգամ հանդիպում եք ունեցել եւ ոչ մի անգամ դրական պատասխան չի եղել։ Նայեք, նշվեց, որ տարածքային կառավարման նախարարությունը նոր մի քիչ առաջ հանդես էր եկել հայտարարությամբ, այդ հայտարարությունը ես կարդացել եմ, ինչ որ մեզ մեկնաբանել են, դա է եղել։ Ինձ թվում է հիմա Եղեռնի հետ կախված, այս միջոցառումների հետ կախված, մինչև այդ իրանք էլի պետք է քննարկումներ ունենան եւ լսեն մեր վերջնական պահանջը։ Եթե չէ լավ, մեր
վերջնական պահանջը չկատարեցին, մենք գնալու ենք ավելի կոշտ գործողությունների, միանշանակ։ Դուք դեռ դրական պատասխանի հույս ունեք։ Անկեղծ ասեմ 50-50։ Ես ավելացնեմ, որ իրենքի նկատի հող ունենան։ Այս կողմը կանգնեք, էլի։ Մեր կառավարության ներկայացուցիչները թող ուղղակի նկատի ունենան։ Ես իհարկե դա ասում